Կարող է արդյոք ցավել դիմային նյարդը, վնասվելուց նյարդը ծռվում է թե ոչ եւ բազմաթիվ այսպիսի հարցեր նևրոլոգիկայի այսօրվա թողարկման շրջանակում։ Ես բժիշկ նյարդաբան Դավիթ Ալոյանն եմ, դուք Dr. Strom YouTube-յան ալիքում եք, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, նևրոլոգիկայի եւ մեր մյուս նախագծերի հետագա թողարկումները բաց չթողնելու համար։ 12 թիվը յուրահատուկ խորհրդանշական թիվ է, այն մշակույթում մարդկության պատմության մեջ ունի բազմաթիվ դրսևորումներ, 12 ժամ կա օրվա ընթացքում, Քրիստոսի 12 աշակերտների եւ բազմաթիվ այլ դրսևորումներ ու փոխկապակցվածություններ կան 12 թվի հետ կապված, նյարդաբանության մեջ 12 թիվը եւս առանձնահատուկ է, քանի որ կան 12 զույգ գանգուղեղային նյարդեր։ Ինչ է նշանակում գանգուղեղային նյարդ։ Այս նյարդերը դուրս են գալիս գլխուղեղից, դուրս են գալիս գանգոսկրերի համապատասխան անցքերի միջոցով եւ նյարդավորում են դեմքի, պարանոցի տարբեր հատվածներ, իսկ ամենաերկար գանգուղեղային նյարդը, թափառող նյարդը, հասնում է ընդհուպ մինչև ներքին օրգաններ։ Եվ ահա այսօր մենք խոսելու ենք դեմքի նյարդավորման մասին եւ դեմքի հետ կապված նյարդաբանական խնդիրների մասին։ Դեմքի նյարդավորմանը մասնակցում է երկու հիմնական գանգուղեղային նյարդ, 5-րդ զույգ նյարդը, եռօրյակ նյարդը, որը տալիս է 3 ճյուղ, ստորին ծնոտային, վերին ծնոտային եւ ակնակապչային ճյուղերը, ինչպես նաեւ դիմային նյարդը, որը ունի 5 ճյուղ եւ նյարդավորում է ճակատից մինչև պարանոցի ստորին հատվածները։ Առհասարակ բոլոր նյարդերը բաժանվում են 3 խմբի, դրանք լինում են զգացող նյարդեր, որոնք պատասխանատու են զգացողության համար, շարժիչ նյարդեր, որոնք պատասխանատու են շարժումների համար, եւ խառը բնույթի նյարդեր։ Դիմային նյարդը դեմքի վրա ունի շարժիչ ազդեցություն, այն պատասխանատու է միմիկայի մկանների աշխատանքի համար, եւ դիմային նյարդի վնասման ու դիմային նյարդի տարատեսակ խնդիրների դեպքում մենք ունենում ենք ոչ թե ցավ, այլ միմիկայի սառեցում կամ դեմքի մի կեսի պարալիզացում։ Հուժառուներից հաճախ լսում ենք այսպիսի մի արտահայտություն՝ դեմքը ծռվեց։ Իրականում ոչ թե դեմքն է ծռվում, այլ ախտահարված կողմը պարալիզացվում է եւ առողջ կողմի առողջ մկանները որոշ չափով ձգում են դեմքի վնասված հատվածը դեպի առողջ կողմ եւ տպավորություն է առաջանում, որ դեմքը ծռվել է։ Այնինչ իրականում դիմային նյարդի ճյուղերի պրոյեկցիայով տեղի է ունեցել պարալիզացում։ Եվ ինչպես է դիմային նյարդի ամենատարածված խնդիրներից մեկը, ծայրամասային նեյրոպաթիան, Բեյլի պարալիչը դիտվում։ Խախվում է բերանի անկյունը, հարթվում է քիչ շրթունքային ծալքը, չի փակվում աչքը, չի կարողանում բարձրանալ ունքը վնասված կողմում։ Այս ամենը չի զուգորդվում ցավով։ Դիմային նյարդի պարալիչին հաճախ նախորդում է ցավը ականջային, հետին ականջային շրջանում, սա կապված է նյարդի ընթացքի հետ եւ այսպիսի ցավերը նախորդում են դիմային նյարդի խնդրին, սակայն պարալիչի ժամանակ մենք ցավ չենք ունենում։ Իսկ այն դեպքերում, երբ առկա է դեմքի ցավ, օրինակ ստորին ծնոտի հատվածում, վերին ծնոտի հատվածում կամ դեպի աչք ճառագայթող ցավեր, ապա տվյալ դեպքերում մենք գործ ունենք եռօրյակ նյարդի վնասման հետ, որը ծանր ախտորոշում է նյարդաբանության մեջ, քանի որ եռօրյակ նյարդը շատ զգայուն է եւ այսպիսի ցավերը կրում են անտանելի բնույթ։ Եռօրյակ նյարդի վնասումները կարող են լինել տարբեր պատճառներով։ Դրանք կարող են կապված լինել եւ ծայրամասում, այսինքն հենց դեմքի մակարդակում նյարդի վնասման հետ, ատամնաբուժական խնդիրներից սկսած տարատեսակ այլ պատճառներով պայմանավորված, եւ դրանք կարող են լինել կենտրոնական ծագման։ Ամենատարածված եւ լուրջ խնդիրներից մեկը, որի դեպքում առաջանում են եռօրյակ տրիգեմինալ նևրալգիաներ, նեյրոանոթային կոնֆլիկտ կոչվածն է։ Ինչ է դա։ Դա գլխուղեղում եռօրյակ նյարդի դուրս գալու հատվածում նյարդի եւ զարկերակի անմիջական կապն է, երբ զարկերակի պուլսացիան բերում է նյարդում ցավային իմպուլսների առաջացման եւ նյարդի ամբողջ պրոյեկցիայով առաջանում են անտանելի ցավեր։ Սրա լուծումը վիրահատական է, տեղադրվում է հատուկ բաժանիչ շերտ նյարդի եւ զարկերակի միջեւ։ Խոսեցինք դիմային եւ եռօրյակ նյարդերի վնասման տարբերություններից, մի կարևոր անդրադարձել անենք հենց դեմքի կախվածությանը։ Սա շատ կարևոր է, որպեսզի տարբերակենք դիմային նյարդի վնասումը եւ գլխուղեղի
արյան շրջանառության խանգարումը, կա բերանի անկյան կախվածության դեպքում, այսպես ասած, կենտրոնական եւ ծայրամասային վնասում հասկացությունը։ Կենտրոնական վնասման դեպքում դիմային նյարդի պրոյեկցիայով մենք այլ խնդիր չենք տեսնում, այսինքն աչքի հետ կապված, ունքի հետ կապված խնդիրներ չեն լինում, միայն բերանի անկյունն է կախված եւ միայն ժպտալուց դժվար է բերանի անկյունը բարձրացնելը։ Դա նշանակում է, որ հակառակ կիսագնդում կա գլխուղեղի արյան շրջանառության խանգարում ինսուլտ։ Բայց պարտադիր չէ, որ լինի ինսուլտ է, եթե տվյալ փոփոխությունը դիմային նյարդի հետ կապված զարգացել է արագ եւ կտրուկ։ Իսկ եթե զարգացումը տեղի ունեցել աստիճանաբար եւ դանդաղ, ապա կարող է լինել նաեւ գլխուղեղի ուռուցք հակառակ կեսում։ Իսկ ամբողջական դիմային նյարդի վնասումը եւ ամբողջական պարալիզացումը շատ արագ է տեղի ունենում։ Դա հենց նոր նշված ծայրամասային նեյրոպաթիան է, բելի պարալիչն է, որը եւ արագ հնարավոր է վերականգնել եւ բուժել գրագետ ու ճիշտ բուժման դեպքում։ Եվ վերջում կրկին բոնուսի ձևով ուզում եմ ասել, որ դեմքի ցավը միշտ չէ, որ կապված է նյարդերի հետ, դիմային կամ եռորյակ նյարդի հետ։ Դեմքի ցավը կարող է կապված լինել նաև դեմքի այլ անատոմիական կառուցվածքների, ստրուկտուրաների հետ, ինչպես օրինակ ավելի խորը տեղակայված ճակատային կամ հարթքթային խոռոչներում, հայմորյան խոռոչներում քրոնիկ բորբոքումները կարող են առաջացնել անտանելի դիմային ցավեր։ Եվ միշտ չէ, որ ցավի պատճառը պետք է փնտրել նյարդերի մեջ։ Սա նևրոլոգիկայի հերթական թողարկումներ նվիրված դեմքին, դրա նյարդավորմանը եւ նյարդաբանական խնդիրների տրամաբանությանը։ Մի մոռացեք բաժանորդագրվել Dr. Strom YouTube-յան ալիքին, մեր այս եւ մյուս նախագծերի հետագա թողարկումները բաց չթողնելու համար։ Ձեզ հետ Բժիշկ Ալոյանն էր, կհանդիպենք։